Ձեզ նոր աշխատանք են առաջարկում վարչական գծով տնօրենի պաշտոնը։ Սկսենք, պատրաստ եք։ Այո, միանշանակ։ Սկսենք։ Պատրաստ ենք։ Ոյ, հա։ Այո։ Այս պաշտոնը զբաղեցնելու առաջին պայմանը ձեր գերշարժունակությունն է։ Անընդհատ պետք է ոտքի վրա աշխատեք, ցուցաբերելով ձեր դիմացկունությունը եւ տոկունությունը։ Չէ, էսի չեղավ։ Ոտքի վրա ես չեմ կարող աշխատեմ։ И вот эти что-то շատ ացավում կանգնած, բայց ոչինչ։ Լավ։ Պետք է օրը 24 ժամ, շաբաթը 7 օր, տարին 365 օր աշխատեք այս պայմաններում, առանց հանգստի, առանց ընդվիժման հնարավորության։ Դա արդեն շատ բարդ է լինում, քանի որ առանց հանգստանալու չենք կարող աշխատենք արդյունավետ։ Ընդմիջման հնարավորությունը բակարանք բացառենք, բայց 24 ժամ 7 օրը չեմ կարող, խոս չեմ տալի հաստատ թերացա։ Սա ինձ թվում է հումորային ինչ-որ sense բան է, քանի որ մարդը ֆիզիկապես չի կարող դիմանա այս պայմաններին։ Առանց ընդմիջման համաձայն չեմ, մնացածը օքեյ է։ Տոներին ոչ միայն չեք հանգստանա, Այլ ձեր զբաղվածությանը Տասնապատիկ կավելանա։ անգամ նստել հանգստանալու իրավունք չեք ունենա։ Նույնպես կպատասխան, որ արդյունավետ աշխատանքը չենք կարող։ Բայց ծանրաբեռնվածությունից չեք տեղում։ Հաստատ։ Չէ, էս էլ չեղավ։ Աշխատանքի ընթացքում դուք հնարավոր է անգամ չսնվեք ու դա բավականին հաճախ է լինելու գրեթե միշտ։ Կարանք դրանով շատ լավ դիետա պահենք։ Ես չեմ կարող չսնվել, որովհետև իմ կյանքի ապրելու իմաստը այս պահին սնվելն է։ սնվելու պահը չի լինի։ Օքեյ, չսնվելու հետ կապված։ Օ, չսնվել մինչև ժամը 6-ը պատրաստ եմ, բայց դրանից հետո չեմ դիմանա։ Այսի մտածելու թեմայի ատալի կմտածեմ, կասեմ։ Աշխատանքն իրականացնելիս ձեզ կցված են լինելու մարդիկ, ում նկատմամբ դուք կրելու եք պատասխանատվություն եւ պարտավոր եք նույն րոպեին առանց վարանելու իրականացնել նրանց բոլոր քմահաճույքները եւ ցանկությունները։ Աշխատակիցների ցանկություններով ոչ միշտ է պետք շարժվել, որովհետեւ պետք է սկզբից հասկանաս իրենց ցանկությունները ինչին կարա տանի հետագա քայլերը։ Պատասխանատվության ու պարտավորության գործոնը իմ մոտ շատ բարձր է, բայց քմահաճույքներն ու ցանկությունները դրա հետ ընդհանրապես չեմ կարող կապեմ, դրա համար չի կարա տես բանել իրանց քմահաճույքներով շարժվենք այդ պաշտոնում։ Չգիտեմ։ Իսկ այնպեսի ցանկություններ չեն էլի, ասի որ չկատարելի լինի հուսամ։ Դուք պետք է մոռանաք ձեր անձնական կյանքի մասին, հարկ եղած դեպքում անգամ գիշերները պետք է աշխատեք քնելու հնարավորություն չունենալով։ Ես կարող եմ բոլոր գիշերները աշխատեմ, բայց այդ անձնական կյանքը մի քիչ շատ զոռ է։ Էս էլ չեմ կարող, ես չեմ կարող չքնեմ պրոստը։ Ես ապրում եմ քնելու ու ուտելու համար։ Հա, կարելի է մտածել, եթե լավ վարձատրվեն։ Ախրտեց է, ես անձնական կյանք չունեմ, գիշերները աշխատում եմ։ Աշխատանքի ընթացքում պետք է կարողանաք ցուցաբերել միևնույն ժամանակ մի քանի աշխատանք անելու եւ կառավարելու հմտություն։ Նապոլեոն Բոնապարտ էլի։ Պետք է ունենաք բժշկական գիտելիքներ, ֆինանսական կառավարչի հմտություններ, պետք է գլուխ հանեք խորհրդարությունից, լինեք լավ լուսանկարիչ, ունենաք կառավարման հմտություններ, կարճ ասած, պետք է բազմակողմանի զարգացած մարդ լինեք։ Բժշկականից բացի մնացածը հաստատ գլուխ կհանենք։ Ու լուսանկարիչն էլ։ Ախպեր ինչ ես պատասխանես։ Իդեպ, այս պաշտոնում աշխատելիս դուք աշխատավարձ չեք ստանալու, պետք է անվճար աշխատեք, քանի որ անգամ մեկ լումա չեք ստանալու։ Դուք պատրաստ եք։ Շոկային էր մի քիչ չեմ կարող շարունակել։ Ոչ։ Այս պաշտոնում աշխարհում միլիարդավոր մարդիկ աշխատում են եւ նրանք երջանիկ են։ Առանց փող։ Չեմ կարծում, մի քիչ անհնար է։ Նրանք մեր մայրերն են։ Նրանք մեր մայրերն են։ Միանշանակ։ Լավ ասած։ Մայրերի համար ինչ էլ ասենք, ինչ էլ անենք քիչ է, իմ կյանքում ամեն ինչը, որ ինձ օգնել է դուխաթափը մեղել դուխատվել բան արել, մաման ա եղել։ Մայրերի աշխատանքը անգնահատելի է։ Այո, պետք է գնահատենք մեր մայրերին։ Սիրելի մայրեր ջան, շնորհավորում եմ ձեր տոնը։ Չգիտեմ, ես էմոցիոնալ շատ կապնված եմ իմ մամայի հետ, շատ եմ սիրում։ Ճիշտ է ասում։ Ուղղակի կասեմ, որ մամայի շատ եմ սիրում ու շատ շնորհակալ եմ այն ամեն ինչի համար, ինչ որ արել է ու բոլոր մայրերն են տենց։ Ինձ թվում է չկա աշխարհում տենց մամա, որ իր երեխու համար ինչ որ մի հատ աշխատանք կկատարի ու ինչ որ մի բան կպահանջի։ Սիրում եմ շատ մամայիս։ Մամ ջան։ Մայրերի աշխատանքը անգին է,